Երեխեքը գտել են ամենահետաքրքիր մեթոդը, գնում են ինստիտուտ, երկրորդ, երրորդ կուրսից սկսում են աշխատել, ասում են եկեք 1-2 դասեր մտցնենք նաև ոնց մոնետիզացնեն իրենց մասնագիտությունը, որովհետև փողը դա գնահատականի ձև է քո արվեստի։ Բավականին բում արեց աշխատանքը դիզայների, մենք ունենք շինարական, կառուցապատման ոլորտում, բում, մեկը իտալական, մեկը հայկական, մեկը ռուսական։ 99% մարդիկ կընտրեն իտալականը։ Ճիշտ է։ Դաժե գիտնականը շատ նման է կրիմինալ աշխարհի թոփին, որովհետև իրանք երկուսն էլ ծանր, լուրջ նստվածք ունեցող մարդիկ են։ Իրանց հետ հետաքրքիր է շփվելը։ Всё, փոխեք հաղորդավարին։ Ողջույն, B1 մեդիայի եթերում կրկին բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարն է եւ այսօր ես ունեմ շատ հաճելի հյուր, իմ շատ լավ ընկեր Հովնան Շահբազյան, Հովնան ջան ողջույն։ Ողջույն Նարեկ ջան։ Չեմ հետ հագցնի, որ մենք բավականին ծանոթ ենք ու երկար ժամանակ ընկերություն ենք անում եւ ամեն դեպքում մեր շփումը լինելու է դույով, որտեվ YouTube-յան ալիքը այդպիսի հետաքրքիր պայմաններ ունի, որ ամեն ինչ լինի ավելի անմիջական։ Մեր այսօրվա հարցազրույցը, ինքը ավելի շատ քննարկում է լինելու, ինքը որպեսզի ել ավելի հետաքրքիր լինի, հարց-պատասխան ֆորմատով մեր թիմի կողմից կազմված են հարցաշար, բայց ամեն ինչ արված է, որպեսզի ճիշտ պատասխան չկարողանաս գտնես։ Ինչու՞։ Որովհետև ունենք բզբզ հարցեր, եւ այս բզբզ հարցերը իրականում ինքնանպատակ չի, որտեվ շատ անգամ տենց հանդիպում են կամ գրում են մեզ, որ ինչու եք տանջում մեր գործարարներին առանցնել կյանքը դաժանա մի հատ դուք եք բզբզ հարցերով։ Նպատակը մեր սկսնակ գործարարներին, իսկ մենք բավականին հետաքրքիր համայնք ունենք մեզ դիտող եւ լսող, իրանց ծանոթացնենք գործարարի կյանքի բոլոր ասպեկտներին եւ որտեվ շատ դեպքերում կամ այդ ամեն ինչը շատ գորշ գույների մեջ է, կամ շատ վարդագույն, այդ միջինը, որ ամենօրյա ինչի մասին է, ինչի հետ է ինքը առնչվում, շատ դեպքերում դες անտեսվում է։ Սենց ասեք 90% մտածում են, որ վարդագույն, 10% մտածում են չափազանց գորշ։ Գորշ, այո, ու մենք պետքա մի քիչ ամեն ինչ անենք, որ այդ ռոմանտիզմը պահպանելով, բայց մի քիչ իրականությանը մոտիկացնենք ու ամեն դեպքում քարոզենք գործարարությունը, որովհետև շատ կարևոր է, որ մեր երկրում երիտասարդ սերունդը ձգտի դեպի գործարարություն եւ իսկ գործարարության մեջ չանեն սխալները, որոնք որ հնարավոր է լսել, բանիմաց մարդկանցից վերցնել, մարդը ասում է, չէ, ես իմ փորձով եմ ուզում, շատ լավ, բայց դու իմացի, որ ինչ-որ մեկը նաեւ դա անցել է։ Հովնան, ես ներկայացնեմ, որ մեր հարգարժան հյուրը Futurist Architects ընկերության համահիմնադիր տնօրենն է, որտեվ ասացինք նաև այսօր բիզնեսից ենք խոսալու ենք այն ամենի մասին, որ շատ դեպքերում նույնիսկ երկար ժամանակ, մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել դա բիզնեսի կարգավիճակով։ Որտեվ անկեղծ կասեմ ինչ եմ նկատի ունեմ, որտեվ շատ դեպքերում ստեղծարար մարդիկ իրանք ձերբազատվում են բիզնես բառից։ Այսինքն ասում են մենք բիզնես չենք, երգիչ ասում ես բիզնես չեմ, նկարիչ ասում ես բիզնես չեմ, մի ինձ մի տարեք բիզնեսի դաշտ, դիզայները բիզնես չի, բայց չէ՞ որ այդ ամեն ինչի մեջ կա հաճախորդի հետ հարաբերություններ, կա սերվիս, լիքը բաներ կան, որոնք որ հենց բիզնեսի մասին են, ու վերջ-վերջո կա փող, Եթե բիզնես ես, ապա որտեղ ես էլի դու, ու իսկ դուք հենց կարողացաք բացի նրանից, որ ձևավորել այդ ստուդիա գաղափարը, ու շատ դեպքերում նույնիսկ համակարգված ստուդիա, այսինքն ոչ անձնավորված եւ այլ։ Պլյուս դրան դուք բերեցիք նաեւ միջավայրի փոփոխություն, լիքը բաներ, որի մասին այսօր խոսանք, բայց մեկնարկից առաջ, եթե մի երկու լավ հետաքրքիր նորություն ունենք կամ ինչ է մեզ սպասվում ձեր ոլորտում, խոսքը տրամադրեմ քեզ ու արդեն մեկնարկենք։ Նորից ողջույն Նարեկ ջան, շնորհակալ եմ, որ հրավիրել ես։ Ուզում եմ փոքր անդրադարձ անեմ նախորդ ռեպլիկիդ, առայն որ իրոք արվեստի մարդիկ փորձում են խուսափեն բիզնեսմեն պիտակից եւ անընդհատ իբր դրանով բարձրացնում են իրենց արածը, որ մենք բիզնես չենք, մենք հեռու ենք դրանից։ Դրանք կա երկու իրական պատճառ։ Առաջինը իրոք բիզնեսից հեռու են եւ իրոք ֆինանսական ոչ մի պատկերացում չունեն եւ այլ եւ այլ։ Եվ երկրորդը երևի հետ սովետական երկրներում ամեն դեպքում սերնդեսերունդ ակամայից փոխանցվում է փողը ձեռի կեղտա գաղափարը, ակամայից փոխանցվում է բիզնեսմենի նկատմամբ բացական վերաբերմունքը եւ շատերի մոտ բիզնեսմենը այն մարդն է, որ էգոիստ է, որ մենակ մտածում է իր ստամոքսի մասին, որ պատրաստ է ցանկացած արժեհամակարգային խնդիրների վրայով անցնի նրա համար, որ ինքը կուշտ լինի, եւ դրա համար մարդիկ ասում են մենք բիզնես չենք։ Այսինքն մենք վատ մարդ չենք, ոնց որ սենց։ Հասկացա։ Բայց իրականություն չէ, բոլորովին այլ է։
եթե մենք նայենք տեսնենք ոլորտներ, որոնք որ բիզնեսի շնորհիվ է փոխվել, հա, թե մեր երկրում, թե աշխարհում, այսինքն բոլոր ոլորտները կան։ Ես որ նայում ես ինչ-որ մի բան որ փոխվել է, հետևաբար բիզնեսն է կանգնած եղել, շարժիչ ուժը բիզնեսն է եղել, այդ ընդամենը շատ հետաքրքիր մեջբերում էր, անպայման կֆիքսեն, որովհետև փաստորեն բիզնես բառը չի, այսինքն բիզնեսին բնորոշող ինչ-որ մի հատ կերպարն է դες ձևավորվել, հա, ու մարդն էլ դու ասում ես վատ մարդ չեմ։ Գնացինք առաջի հարց։ 2024 թվականին Futurist Architect-ի բնակելի տարածքների նախագծերի քանի տոկոսն են կազմել արտասահմանյան պատվերները։ Բնակելի տարածքների նախագծերի Մինչև 30, 25-ից 30 կարծում եմ։ Ուրեմն տարբերակներ ունենք, 4 տարբերակ ունենք, այդ աստիճանի բան չեն էլի մերոնք։ Մեր թիմը տես մի քիչ այս անգամ ավելի բարեխիղճ հայտնում ես եւ 4 հատ տարբերակ ունենք, 15% A տարբերակ, 20% B տարբերակ, G տարբերակ 30% եւ 40% D տարբերակ։ Ես գն կընտրեի։ Գն 30%։ Դե ասում եմ մեկնարկենք դրականով, սա ճիշտ պատասխանն է։ Ասեցի 25-ից 30։ Նախ մի քիչ խոսանք այդ շատ կարևոր երևույթի մասին, Հոնա ջան, որովհետև այս վերջերս եւ տարբեր թեմաներով խոսել ենք, որ մենք շատ դեպքերում մտածում ենք պետքա արտահանենք ծիրան, որովհետև ծիրանի ծառ ունենք։ Ամենայն սիրով հարգանքով մեր գյուղում բարես բուն իմաստով տանջվող հայրենակիցներին, հա, հանդեպ աշխարհում մենք պետքա ծիրան արտահանենք, եթե ծիրանի պահանջարկը կա, հա, մենք թել ենք դրա վրա բիզնես են կառուցում եւ այլ, այդպես է, հա, կառուցված բիզնեսը։ Ու երազանք կար արտահանել մտավոր ինչ-որ մի բան սեփականություն։ Հայաստանից արտահանել են կրեատիվ տնտեսության բաղադրիչ, հա։ Դուք փաստորեն այդ մեր երազանքի կարևոր առաջամարտիկներից եք, հա։ Մի երկու բառով կուզենամ այդ արտահան, որտեվ արտահանել դիզայն, նույնիսկ այդ բառակապակցությունը, ես չգիտեմ, մեդիա դաշտում հնչում է, թե ոչ։ Մարդիկ գիտակցում որ կարելի է արտահանել, որտեվ տպավորությունը, այսինքն ոնց։ Մի երկու բառով ոնց դրան եկաք, ոնց է գնում, որ երկրներում են, ոնց այդ ամեն ինչը կառուցվում ու արդեն կա հասկացողություն, կարելի ասել որ ձևավորվում է հայ դիզայներների աշխատանքը աշխարհում, նույնիսկ այդ կենցաղային բնակելի, հա, տարածքների դիզայնի տեսանկյունից։ Ոնց պատասխանում երկար թե կարճ։ Ոնց ուզում ես։ Տես, Նարեկ ջան, գանք հետևյալ սկզբունքին։ Նախ առաջինը ես խորին համոզմունք ունեմ, որ հայ ազգը տաղանդավոր ազգ է։ Ես դրանում խորին համոզմունք ունեմ, որովհետև ես որոշակի շփում ունեմ տարբեր ազգերի հետ, անուններ չեմ տա, որպեսզի վիավորած չլինեմ։ Ես պատահականության սկզբունքով 100 մարդ փողոցից ընտրենք, պատահականության սկզբունքով 100 հոգի, ով որ մեզ հանդիպում է։ Հավաքենք միտեղ եւ գնանք տարբեր երկրներ ու 100 հոգի ընտրենք մեզ։ Ես համոզված եմ, որ եւ ընտրենք 10 մասնագիտություն։ Հա, օրինակ 10 ճյուղ, երկեցողություն, ենթադրենք նկարչություն եւ այլն։ Ես համոզված եմ, որ մերոնք միջինից բարձր, չեմ ասում ամենա, չեմ տարապում նաև այդ բանով, հիվանդությամբ, բայց միջինից բարձր հատկանիշներ ունեն, մերոնք ճկուն են, ճարպիկ է ուղեղը, իրանք գիտեն ոնց անեն, արագ կողմնորոշվում են եւ այլ։ Ցավոք սրտի առայժմ կարճաժամկետ կարճ տարածությունների վրա են, սպրինտեր են առայժմ։ Երկարաժամկետ դեռևս չի ստացվում, բայց դա էլ կստացվի։ Ես իմ խորին համոզմունքը միշտ եղել է հետևյալում, որ հայ ազգի արտահանման հիմնական նյութը պետք է լինի ինտելեկտուալ նյութը, ոչ թե ապրանքը, որովհետև մենք արտադրող երկիր չենք ըստ էության։ Գյուղատնտեսության տեսակետից չափազանց բարդ է մեր համար, որովհետև փակ երկիր ենք, տրանսպորտի խնդիր ունենք եւ այլն։ Իսկ ինտելեկտուալ կոմպոնենտը դուրս է այդ տեսակի արգելքներից, հա, գոյություն ունի ինտերնետի վերջո, որը որ լուծում է բոլոր տեսակի հարցերը։ Անդրադառնալով Futurist-ի հարցին, եկել ենք օրգանիկ դրան, իմ գործընկերը Ալբերտը Գալստյան տեղափոխվեց ԱՄՆ ապրելու։ Նախ ողջունենք Ալբերտին, Ալբերտ ջան, արդեն կարոտել ենք։ Հեյ, բավարար է։ Խոստացել է որ 26-ից եկեք։ Տեղափոխվեց ԱՄՆ ապրելու եւ Ալբերտը քանի որ ինքը տեսակով իր դիզայներ ճարտարապետ է, չէր կարող ուրիշ բանով զբաղվեր, մենք Լոս Անջելեսում մասնավորապես Գլենդելում առաջին մասնաճյուղը մեր բացեցինք, բնականաբար սկսեցինք հայ համայնքի վրա աշխատել, հետո կամաց-կամաց հիմա կարծես թե արդեն պատվիրատուների մեջ կա ոչ հայ պատվիրատուներ։ Արդեն մոտարապես 3-4 տարի է ակտիվ գործունեություն ենք ծավալում այդտեղ, հա։ Երկրորդ մասնաճյուղը բացեցինք Ռուսաստանում Մոսկվայում, դա էլ կապված է նրանից, որովհետև ես տարեկան
միջինում 10 անգամ այցելում եմ Մոսկվա իմ երկրորդ բիզնեսի առումով, ես այնտեղ մասնաճյուղ ունեմ Voldeco-ի դուստր կամպանիան այնտեղ, եւ քանի որ հաճախ գնում գալիս էի շուկան ուսումնասիրել էի եւ շուկային ծանոթ էի ներսից, ասма մեղք կլիներ այդ քայլը չանելը։ Եվ արդեն երկրորդ տարին է, որ Մոսկվայի մասնաճյուղ ունենք, այնտեղ էլ կամաց զարգանում ենք։ Իսկ այդ ուզում եմ հասկանամ, տեսեք, որովհետև ինքը էլի գնում ենք Ռոզովի դաշտ, էլի, մի քիչ շատ կարևոր բան կա, էլի, ընկալումը կա, այսինքն մենք հաճախորդը զգում ենք իրանք մեզ զգում են, որտեղ միշտ տպավորություն է, որ ստեղծարար գործը դու կարաս անես, եթե դու գտնում ես նույն ինֆորմացիոն դաշտում, նույն լեզվով ես խոսում, մարդու կարող ես նույն էմոցիաներ ունենաս, բայց իրանք այնտեղ են, մենք ստեղ ենք։ Մասնաճյուղի դեպքում այդ լավ է այնքանով, որ այն մարդիկ, ովքեր որ այդ մասնաճյուղի ղեկավարներն են կամ մասնաճյուղի թիմակիցներն են, իրանք ֆիզիկապես տեղում են, իրանք ֆիզիկապես շփվում են պատվիրատուի հետ եւ ստեղ, որ Հայաստանում ասավ back office-ը, Հայաստանին տալիս են արդեն մեր դիզայներական լեզվով թարգմանած էմոցիաները։ Շատ հզոր է։ Այսինքն կարելի ասել մենք այստեղ ունենք դիզայներական, եթե դες կարելի է, էլի պայմանական գործարանը այստեղ է։ Գործարանը այստեղ է։ Գործարանը այստեղ է, այսինքն վաճառքի կետերը 3 տեղ Հայաստան, իսկ սերվիս կենտրոնները, այսինքն որտեղ որ մենք մարդկանց front office շփվում ենք, այնտեղ է գտնվում։ Հետարքի լուծում է, որովհետև հենց այդտեղ է որ այդ ներքին թարգմանությունը արդեն կա, այսինքն դիզայներին արդեն ավելի հեշտ է հասկանալու, մնում է այնտեղ։ Այո։ Շատ հետաքրքիր։ Հովնան ջան, գնանք երկրորդ հարցին։ Գնանք։ Ձեր ընկերության կողմից կազմակերպված FA Convention 2023-ին շուրջ քանի հոգի է մասնակցել։ 800-ից 1000 մոտավորապես։ Ուրեմն ունենք տարբերակներ 800, B 830, G 850, D 880։ Դե ուրեմն 800։ Ուրեմն 800, որտեղ 800-ից 1000-ի սահմաններում էր, բայց հիշում եմ կլոր թիվ էր։ Այսինքն եթե լիներ հարցերի մեջ 800-900, ես կկասկածեի 900-ի վրա։ Բայց քանի որ կլոր թիվ էր, հիշում եմ այդ որ ֆիքսել եմ ուղիղ թիվը։ Ես գիտես ինչ եմ ծիծաղում։ Որտեղ մեր թիմը ամեն անգամ իրանք իրանց ներքին հանելուկները ունեն, մտածում են ոնց գուշակենք հյուրի։ Այդ մարդիկ ինչ բան, ես ոնց եմ ֆիքսել դա։ Կամ էդի 800-ների մեջ է ջարդած թիվ ա եղել, դրա համար ջարդած դնենք, կամ կլոր թիվ ա եղել, որ գնանք կլոր թիվերը։ Մարդը միշտ հիշում է ասոցիացիաներով, չէ՞, ես հիշում եմ, որ կլոր թիվեր, հա։ Կլոր թիվեր ուտնել հավերժության կարևոր բան է ու 800, դա ճիշտ պատասխանն է, Հովնան ջան։ Եվս մի հատ ճիշտ պատասխան, այսեն դեպքերից է երկու ճիշտ պատասխանը չի բերում Պոլեչյուզեսի երկու շկատուլկեքը։ Առայժմ չի բերում։ Չունենք այդ տարբերակը, բայց ունենք մի հատ բոնուսային տարբերակ։ Ես ուզում եմ մի քիչ այս հետարքի երևույթից խոսենք, որովհետև բավականին բում արեց աշխատանքը դիզայների, մենք ունենք շինարական, կառուցապատման ոլորտում, հա, բում, բնակարանաշինության, հետևաբար դա իր երթևից բերելու է նաև վերանորոգումներ եւ այլ, բայց բոլորը նախընտրում էին աշխատել լապտոփով, սրճարաններում, ֆրիլանս տարբերակով, նախ գնացիք նրան, որ պետքա լինի ինստիտուցիոնալ, պետքա լինի դիզայն ստուդիա, պետքա լինի գրասենյակ, պետքա լինեն աշխատատեղեր եւ այլ, բայց բացի դրանից մեկ էլ հոպ ոլորտային միջոցառում միանգամից հայտ ներկայացնելով նաև որ ինքը հետագայում դառնա միջազգային թե թրենդներ ոչ թե բերենք, այլ թքսենք թրենդներ թելադրելը, կուզենամ մի քիչ նախ ինչ էր դրված, ինչ ստացանք ու մեկ էլ այն որ եփա լինել մյուսը։ Տես, Նարեկ ջան, պատճառից գամ, ինչի որոշեցինք անենք։ Նորից նախորդ խոսակցությունը, քանի որ ես վստահ եմ, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, ուստի կարա Հայաստանում լինի ինտելեկտուալ նենց միջավայր, որտեղ որ գեներացվեն աշխարհի համար պիտանի պրոդուկտներ ինտելեկտուալ։ Իսկ որպեսզի գեներացվեն այդ պրոդուկտները, հարկավոր է զարգացնել միջավայրը։ Օրինակ Գյումրիի ֆենոմենը, ինչ են սպորտսմենները, լավ սպորտսմենների մեծ մասը Գյումրիից, որտեղ մշակույթ կա սպորտային, կուլտուրա կա սպորտային։ Մի հատ աշխարհի չեմպիոն է լինում, այդ շենքի սաղ երեխեքը գնում են շտանգա պարապելու, եթե շտանգից աշխարհի չեմպիոն է լինում։ Մի հատ բռնցքամարտից աշխարհի չեմպիոն է լինում, այդ բակի սաղ երեխեքը գնում են եւ իրանց մեջից ինչ որ մեկը նորից աշխարհի չեմպիոն է դառնում, դա ձևավորում է սպորտային մշակույթ եւ կուլտուրա։ Մենք փորձում ենք դա անենք դիզայնի մեջ։
այսինքն խոսակցություններով, շփումներով բերենք նրան, որ երիտասարդները հասկանան, որ դիզայների մասնագիտությունը հետաքրքիր եւ ֆանտաստիկ մասնագիտություն է եւ դրանով կարելի է զբաղվել ոչ միայն նրա համար, որ ինքը բարձր վարձատրում, այլ առաջերտին սիրելով։ Եվ սկսեցինք այդ մեր քայլերից մեկն էր մշակույթ ձևավորելու, միջավայր ձևավորելու քայլերից մեկն էր։ Հաջորդը կլինի հուսով եմ 2026-ին, մենք 24-ին էինք ուզում անեինք, բայց քանի որ այս անգամ թիմը ուզում է հրավիրեի խոսնակներին Ուկրաինայից, իսկ Ուկրաինայում հասկանալի պատճառներով տղաներ էին իմ հրավիրալները, իրանք չէին կարող դուրս գան երկրից։ Ես շատ հուսով եմ, որ 2026-ին ավարտված կլինի արդեն մեր խանգարող հանգամանքը եւ այդ մարդիկ կարողանան այդ երկրից դուրս գան, որովհետեւ շատ զիլ դիզայներներ կան Ուկրաինայում, ումից արժի բան սովորել։ Հենց սկսում ես պատմել, գիտես, մի հատ տպավորություն կա, որ շատ դեպքերում մենք որ ասում ենք տարբեր հարթակներում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ, շատ դեպքերում, երբ որ լինում է հանդիպում պետական հատվածի հետ, հա, որ բացատրում ես, ասում ես, դուք մի քիչ գործարարին, ուրիշ աշխով եք նայում։ Դուք նույնիսկ նկարում եք իրան կոստյում գալուստոկով, դիպլոմատով, մեծ փողով, վրան է դոլար դրած դիպլոմատի։ Մի քիչ այդ Գումիլովի այդ պասիոնար գաղափարը մի է տարանջատեք էլի։ Դες հիմա որ ասեցի, մտածողություն էր, հա, որ ոնց որ դու ինձ կոզեր տաս, հետագայում ասեմ, նայեք, մարդը զարգանում է, բայց նաև իր հերթին սկսում է ոլորտը զարգացնել։ Դա գործարարին բնորոշ երևույթ է, հա։ Մենք ունենք դες բազմաթիվ օրինակներ, էլի, մարդը զարգանում է, օրինակ take-away սուրճն է բերում, հա, վաճառում է ինք իրանով գումար է վաստակում, եկեք սկսում է ոլորտը փոխել, հա։ Հիմա ես նաև դրա պատճառն ասեմ, կներես որ ընդհատում եմ, որ տպավորություն չլինի մեր հեռուստադիտողի համար, հեռուստադիտող բառը այստեղ այդքան է ճիշտ չի, բայց ինչև է։ Սմարթֆոնա դիտող, հեռուստադիտող, լսող։ Մեզ դիտողի համար տպավորություն չլինի, որ ես հրեշտակ եմ, ուզում եմ հետևեցել հիմա թևեր կաչի։ Հիմա ես ասեմ պատճառը իրական, նաև բիզնես պատճառը։ Ես դրան էի գալիս։ Ուզում եմ ասեի Հոնան ջան, բայց տակը պետքա լինի նաև շոշափելի չէ, շոշափելի բանն է հիմա ասում։ Նարեկ ջան, դու մարդ ով որ դիզայնի ոլորտի հետ չէ շփվե, վստահաբար, եթե քեզ առաջարկեն 3 տեսակի սեղան, սուրճի սեղան, մեկը իտալական, մեկը հայկական, մեկը ռուսական։ 99% մարդիկ կընտրեն իտալականը։ Ճիշտ է։ Ինչի, որովհետև Իտալիան մեզ հայտնի է, որպես դիզայներական պրոդուկտ արտադրող, ասոցիացվում է, ասոցիացվում։ Ճիշտ է։ Ես ուզում եմ այդ ասոցիացիան ստեղծեմ, որ հայերը եւ դիզայնը իրար մոտիկ երևույթներ են։ Իսկ դա միանգամից չես կարա ստեղծես։ Դա միջոցառումներով, նմանատիպ բաներ, որ ինչ որ մի վիճին վիճակագրական եվրոպացի, ամերիկացի, ով որ ուզում է սրճարան բացի, Հայաստանը դիտարկի իր top լիստի պետությունների մեջ, որտեղ կարելի է իր դիզայնը պատվիրել։ Հետաքրքիր բան ասացիր, այսինքն մանավանդ եթե մենք խոսում ենք ճարտարապետության մասին, բավականին մեծ քանակությամբ դրսից հյուրեր գալիս են, ու ես իմ մեջ մեկ-մեկ ուրախանում եմ, ես վերջերս սկսել եմ նեղվելը, անկեղծ քեզ ասեմ։ Լուրջ սկսել եմ նեղվելը։ Այն որ գիտես, որ մտնում են Երևան, կամ գնում են Գորիս, կամ գնում ենք Վանաձոր կամ Դիլիջան ու ասում են, «Այս ինչ հետաքրքիր ճարտարապետություն դուք ունեք»։ Կոմը տպավորություն է, այդ բանը ուրախանում, բայց ես որ ասում եմ նեղվելը փաստորեն իրանց համար մենք չկայինք, ինքը չէր սպասում, իր ուղեղի մեջ մենք շաուրմայի կողքն էինք, այսինքն, всё, Ժորժյան, իր դիզայն, ասում եմ, ինչ այն հրապարակին կանգնած ես նայում, ասում եմ, Իշի լուրջ այն ժամանակ ու տենց որ դու բաց կամ շենքերի վրա են զարմանում ինչ որ ունիկալության Գորիսի ամբողջ ասում են ոնց մի ժողովուրդ փոքր երկիր ու կտրուկ sense տարբերվում է մոտեցումը դիզայնի, հա, ճարտարապետության ու դու զգում ես որ այո անելիք ունենք, ափսոս այս ռեսուրսը փաթեթավորել ու ներկայացնել ու շատ հետաքրքիր բան ասեցիր, հետո հավելյալ արժեքն է իր հետևից բերում։ Չէ՞ որ սեղանը ինչի պիտի իտալակ, որտեվ թանկ է։ Էլ չես էլ հարցնում ինչի այդ սեղանը թանկ։ Այսինքն, իսկ եթե դու սեղանը պայմանական էլ հավելյալ արժեք չունի, դու սկսում ես ասես, հա դե փայտի վրա ինչքան փող ես ծախսել։ Այո։ Ինչի՞ ես այսքան թանկ ծախում էլի։ Դե բրենդը այն հավելյալ գումարն է, բրենդ հասկացողությունը իմ տեսանկյունից, այն հավելյալ գումարն է, որը որ դու նյութածախսից բացի պատրաստ ես իր համար վճարես։ Շատ լավ։ Եվ այսպես հաջորդ հարցը, YouTube-ում նշված մտքերից, որը ձեր մասնակցությամբ հարցազրույցների վերնագրերից չի։ Այսինքն, հեսա վերնագրեր են լինելու, մեկը քոնը չի էլի։
Գնացինք։ A. Իսկական հերոսներն ապրում են լուր տեսախցիկներից այն կողմ, B. տարբերակ։ Լավի մասին շատ պետք է խոսել, որ այն հայտնվի առաջին պլանում։ Լավ։ G. տարբերակ։ Սկզբում ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը։ Լավ։ D. տարբերակ։ Հայաստանում պետք է զարգացնել ճարտարապետության ու դիզայնի նոր տենդենսներ։ Երևի B։ Երևի B, ու դա ճիշտ պատասխանն է, Հովնան ջան, իմ մոտ տպավորությունն է, որ թիմը ձեր հետ աշխատել։ Խոսանք այդ ֆենոմենի մասին, հա, հանրային դաշտում խաղալու, որովհետև ինքը շատ կարևոր է եւ շատ դեպքերում մարդկանց մոտ տպավորություն է, որ այս կամ այն մարդը, եթե բիզնեսում մեկ է սկսում է հանրային դաշտում հայտնվելը, ապա պայմանական, հա, ինքը տենց էդի սիրում է, այդ իրան պետք է, ինքը այլ նպատակներ ունի, չգիտեմ եւ այլ, այնինչ, այս ինչքան հասկանում ենք այսօրվա ժամանակը, այն ժամանակահատվածում մենք ապրում ենք, դա նույնիսկ անհրաժեշտություն է։ Ու շատ դեպքերում նույնիսկ մարդու համար դա տանջալին աշխատանք է, այսինքն հարցազրույցների գնալը եւ այլ, ինքը բարդ ոչ քո պրոֆիլային գործն է։ Ու դու ստիպված պետք է տեղել մի հատ մասնագիտանաս, հետևես, հարցը շատ կոմերցիոնալ լինելու։ Փոփոխություն կա, օրինակ բիզնեսի տեսանկյունից։ Հովնանը, որը որ հանրային դաշտում ակտիվ էր, ներողություն պասիվ էր ու հիմա ակտիվ է, այսինքն երբ որ մարդիկ գալիս են ընկերություն կամ կա փոփոխություն, չեմ ուզում ասեմ գումարային, այլ մոտեցման, այսինքն ընկերությունը դրանից շահեց, թե հակառակը Հովնանին կորցեց, որտեղ Հովնան հիմա նաև մեդիա ակտիվության մեջ է։ Նարեկ ջան, ինձ այդ հարցը տալը չի տա այն պատկերը, ինչ որ իրականում դա կա, որովհետև ես այդքան էլ ակտիվ չեմ, որ կարողանամ հստակ ասել կա այդ փոփոխությունը թե չէ։ Ես միջին վիճակագրական ակտիվություն եմ ցուցաբերում, երբեմն ինչ որ բաներ եմ գրում, ընդ որում գրում եմ շատ սպանտանի, շատ դեպքերում ուղղակի այդ միտքը գալիս է, սկսում եմ իրան ձևակերպել ու ինչ որ նկար եմ դնում տակը, նկարն էլ դնում եմ զուտ նրա համար, որովհետև Instagram-ը չի թողում առանց նկարի post անել, էլ։ Այսինքն ես հախուռն եմ դա անում, ոչ շատ կազմակերպված եւ ոչ շատ նպատակային։ Ուստի ես իմ օրինակով չասեմ կա այդ փոփոխությունը թե չէ, իսկ ինչ վերաբերում է ինչի են մարդիկ դա անում, ամեն ինչ շատ պարզ է, մենք հասել ենք այն դարաշրջան, որ ցանկացած մարդ ուզում է տեսնի բրենդի հետևով ա կանգնած։ Եվ դա շատ կարևոր է, վստահությունը մեծանում է բրենդի նկատմամբ։ Խոսքը գնում է փոքր եւ միջին բիզնեսների մասին, պարզը խոսքը չի գնում Toyota եւ այլն բրենդների մասին։ Ու ուզում եմ հասկանամ, այսինքն նույնիսկ այդ հաճախորդի տեսանկյունից արդեն ինքը արդեն դա չի դիտարկում որպես ինչ-որ մի հատ անվանում, մարդիկ է տեսնում։ Ինքը ենթադրենք, հա, ինքը նայում է 2-3 հաղորդում Հովնանի, նայում է տեսնում է, որ այս մարդը նույն բանն է ասում, ոչ թե գալիս է քո տաղավար մի բանից է խոսում գնում է։ Ես դրան եմ ուզում մոտիկան է, էլի։ Այսինքն ես ինչի ճանաչեմ բրենդի հետևում կանգնած մարդուն, որովհետեւ իր արժեքները հասկանա։ Այո, դու կհասկանաս Հովնանը կարա մարդու խափի, այո։ То есть ես հոգատար մարդ եմ իմ պատվիրատուի նկատմամբ, թե չէ։ Դու ես կարամ քեզ խափեմ, այսինքն սա ճանաչելիության ունիկալ գործիք է, որ ոչ թե դու սիրուն լագատիպ ես սարքում, բոլոր տեղերը գոռում ես, հարթուկից մարդուն նույնիսկ ահազանգում ես, այլ արժեքներով կիսվելը։ Իսկ դրա հաջորդ կողմից մի հատ գանք։ Թիմի տեսանկյունից։ Նայեք ջան, կներես ի վերջո չմոռանանք, որ ընկերության առաջի դեմքը ինքը նաև ընկերության Wi-Fi-ն է։ Լավ բան է։ Ես ինչքան ուզում եմ իմ թիմին ասեմ, որ մեր համար պատվիրատուն բացարձակ արժեք է։ Եթե իրանք տեսնում են, որ ես կարող եմ պատվիրատուի աչքերին նայեմ ու խափեմ իրան։ Եթե իրանք տեսնեն, որ ես կարողանում եմ պատվիրատուի վրա մի բան ապրանք ավելի, ասեմ, որովհետև դա եկամուտ ունեմ, ես ինչ ուզում եմ ասեմ իմ թիմին։ Ինքը տեսնելու է, որ ես աֆերիստ մարդ եմ։ Հա, չէ՞։ Կարճ կոնկրետ առանց սիրուն բառեր գտնելու։ Չէ, հենց այդպես պետք է, ասում եմ, իրեր եկեք կոչենք իրենց անուններով, էլի, որովհետև դու կարող ես առաքելության բաժնում քո կայքի գրես ամպագորգոր բաներ, բայց ասես հա, բայց գնա քերի մարդը։ Հարակույրի հետևը, հա, դու ինչ, դրա համար անկեղծությունը, եթե դու տենցնես, որ պետք է քերես, լուչը տենց ասես, տենց մարդիկ հավաքես քո թիմ, եւ դու գնաս այդ ուղղությամբ, որովհետեւ հիասթափությունը ամենամեծ հարվածն է։ Մարդիկ նայում են քեզ Facebook-ում, LinkedIn-ում ինչ որ բաներից ես խոսում, ընդ որում խոսում ես պարբերաբար, տարիներ շարունակ, հա, այդ մարդը գալիս է քո թիմակիցը դառնալու, պլավնի անցնում եմ հաջորդ հարցին։ Գալիս է քո թիմակիցը դառնալու, որովհետև գիտի իր ղեկավարը, այս ինչ արժեհամակարգը կրող մարդ է։
Այրան այսօր կարևոր է, այսօրվա մենք շատ դեպքերում տարբեր ձևերով անվանում են աճող սերունդը, ես զարմանում եմ էլի այդ նոր սերունդը, ասում Ժորժ ջան, ֆիքսեք էլի իրանք ցանկացած սերունդ միշտ ավելի խելացի է, դա անհերգելի է էլի, հետևաբար մենք պետք է հարմարվենք, մենք չենք իրենք իրանց ասենք, գիտեք ինչ կա, պլյուս իրանց համար այսօր շատ կարևոր է ոչ միայն գումարային բաղադրիչը, այլ ում հետ են աշխատում, որ միջավայրում են իրանք գտնվում, ու այդ լավ ասեցիր էլի, այսինքն մարդը նայելա, դիտելա, ու հիմա ինքը ուզում է այդ մարդու հետ գտնվի մի միջավայրում, ու եթե գալու ու ջարդվի, հա, սա ուրիշ բան է տեսնում, ինքը խապված է։ Այսինքն անկեղծությունն էլ է շատ կարևոր, ոչ միայն վարպետությունը, ոնց դու ներկայանաս։ Դու կարող ես շատ սիրուն վարպետ ձևով ներկայանաս, ճիշտ գրագետ, փաթեթավորված, բայց արի ուտես, որ հետևում, հա, վարագույր լավ ասի, վարագույրից այնքով, ասում ես, այ շատ բան եմ ասել։ Էս է մեր պլանը կատարեք, վաճառք արեք, իրականացրեք։ Էժան ապրանքը ծախեք շատ։ Ես վերջերս մեր ընկերներից մեկը ուզում էր հրավիրել ինձ հաղորդման հյուր եւ ինձ գրեց ինչ որ հարցեր ունես, կցանկանաս ինչ որ հարցեր ուղարկեմ, դու նախապատրաստվես։ Ես իրան պատասխանում եմ, որ ես չեմ նախապատրաստում երբեք հաղորդմանը, մի հատ պարզ պատճառով, որովհետեւ ես միշտ ինձ կանչում են իմ ոլորտի հաղորդման մասին խոսալու, եւ ես գիտեմ ինչից եմ խոսալու, ես նես չի որ հիմա մտածում եմ, ես միշտ ասում եմ, ինչ որ ներսում կա։ Ես այդ ոլորտից եմ, այսինքն ես չպետք է խաղամ այդ դերը։ Իսկ քանի որ չեմ խաղում, դրա համար պատրաստվելու կարիք էլ չկա, էլի։ Դրա համար է քեզ շատ ենք սիրում։ Եվ այսպես հանելուկը լսում ենք, եթե պետք է կկրկնենք։ Դա մի բան է, որտեղ երևում է մեր արած աշխատանքները, որ ուրիշները տեսնեն ինչ կարող են քանել։ Չէ, չկարողացա պատասխանել։ Դա մի բան է, որտեղ ուրիշները տեսնում են մեր արած աշխատանքները, ինչ որ պորտֆոլիո, սլայդ, ինչ որ sense մի բանի նման է։ Ես չեմ հիշում, մեր մոտ եզակի դեպքեր ալնում, որ 4 ճիշտ պատասխանը հնչում։ Այո, պորտֆոլիոն է ճիշտ պատասխանը։ Դից իրար հետևից գնում ենք, էլի, որ մի քիչ կուզենայի խոսենք մեր աճող սերնդին բիզնես process-ներում ներգրավելու մասին։ Ինչու եմ ես այս թեման ուզում մի քիչ իրար հետ քննարկենք, որովհետև մենք ասում ենք ոնց է ընդունված, չէ՞։ Ասում ենք կրթական համակարգը կադրեր չի պատրաստում մեր համար։ Այսինքն մենք պատկերացնում ենք, որ ինչ որ հայաստանյան դպրոց կամ համալսարան TikToker պետք է պատրաստի։ Եթե խոսում ենք մասնագիտական, այսինքն դիզայների մասին, դե աղբյուրները մի քանիսն են, կան առանձին սեփական դպրոցներ, տարբեր մարդկանց կողմից ստեղծված, որտեղից որ գալիս են տարբեր որակավորում անցած մասնագետներ, եւ կա բնականաբար դասական մեթոդը, դա ասինքն ինստիտուտ, բան, ճարտարապետական համալսարան եւ այլն, եւ մեր ոլորտն բոլոր ոլորտների նման շատ արագ է, դինամիկան շատ արագ է, զարգացումը շատ արագ է, անընդհատ նոր նյութեր, նոր տենդենսներ եւ այլը, ուստի դասական կրթությունը չի հասցնում տենդենսների հետևից արագ շիֆտ լինի, արագ փոխվի։ Եվ դրա պատճառով էլ հայտ են գալիս անձնական սեփական դպրոցները, փոքր դպրոցները, որոնք որ ճկուն են, այդտեղ էլ բացակայում է դասական կրթության կոմպոնենտները, հա, կոմպոզիցիա եւ այլ եւ այլ։ Այն խորը մասնագիտացված, այն ինչ որ հիմք է։ Այո։ Այսինքն պետք է ինչ-որ միքս լինի, հա, ճիշտ եմ հասկանում։ Ну, միքսը ցանկալի տարբերակն է, բայց բարդ։ Դրա համար ինձ թվում է երեխեքը գտել են ամենահետաքրքիր մեթոդը, երիտասարդները գնում են ինստիտուտ, երկրորդ, երրորդ կուրսից սկսում են աշխատել։ Վաու։ Երկրորդ, երրորդ կուրսից սկսում են աշխատել, իրանք պրոցեսի մեջ են, իրանք հասկանում են, то есть դասական հիմքը ստանում են ինստիտուտում, գործի ժամանակ էլ հասկանում են ինչ չգիտեն, իրանք իրենց կրթվում են։ Դրա համար որ ասեմ հիմա ինստիտուտը ավարտած երեխա կա, որը որ չի սովորում, չի աշխատում, ինստիտուտ ավարտած երեխա, որ հիմա չի աշխատում, երևի թե չկա այս այլևս ոլորտում։ Բոլորը զուգահեռաբար աշխատում են, նույնիսկ ստացիոնար սովորող երեխեքը գալիս են ասում են ես կարամ 3 ժամ գամ գործի, 4 ժամ գամ գործի։ Ինձ նույնիսկ իրանց աշխատանքի տված արդյունքը ինձ ավելի շատ վնաս է, որտեղ 4 ժամ այդ մարդը գա իր կողքը մարդ, բայց ես հասկանում եմ, որ ես պոտենցիալ աշխատող եմ կորցնում դրա պատճառով, թիմակից եմ, բայց երբ գա էլի շատ հետաքրքիր է։ Եվ գնում ես ընդառաջ։
Այո, բնականաբար գնում ենք ընդառաջ, եթե ֆիզիկապես տեղա լինում ստուդիայում նստելու բնականաբար, այդ հարցը կա։ Եվ հիմա տարբեր կրթական դպրոցների հետ սկսել ենք մեծ ծրագրեր անել, տեսնենք առաջ Աստված, մենք բաց ենք, պատրաստ ենք ցանկացած նույնիսկ ավելին ասեմ, երբեմն այդ կրթական դպրոցների հետ քննարկելու ժամանակ ասում եմ եկեք 1-2 դասեր մտցնենք նաև ոնց մոնետիզացնեն իրենց մասնագիտությունը։ Այսինքն գոնե մտցնենք իրենց մեջ այն, որ փող աշխատելը վատ բան չի։ Ավելին փող աշխատելը լավ բան է եւ դուք պետք է փողով ձեր գործը ծախեք։ Այո։ Որովհետեւ փողը դա գնահատականի ձև է քո արվեստի։ Եթե վճարում են, ուրեմն լավ պրոդուկտ է։ Այո։ Ստեղծել։ Կարողացել ես այդ էմոցիան փաթեթավորել, ավարտել։ Այսինքն մի հատ շատ պետք է վերադառնամ տեղը, այնպես ցավոտ տեղը ես խփում։ Այսինքն այն որ գնա հասունացի հետո գգաս կհասկանաս։ Չի աշխատում։ Մենք պետք է մի հատ ընդունենք էլի որ այդպես չի։ Երեք հիմնական մեծ բանկ ենք մենք սպասարկում։ Սպասարկում նկատի ունեմ բոլոր մասնաճյուղերը մենք ենք անում։ Հասարակ բան է, չէ՞, տես, եթե կա արդեն մտածված կորպորատիվ ձևը, փաթեթավորած ձևը, կա ինտերիերը, ինչի է պետք ամեն նոր մասնաճյուղը դիզայներ աշխատի։ Պարզվում է, որ պետք է, որովհետև ամեն նոր մասնաճյուղը դա ունիկալ պլանիրովկա է։ Եվ ամեն նոր մասնաճյուղի վրա մենք նայում ենք հաճախորդի վարքագիծը, ոնց է մտնելու, ինչ անելու, որտեղ է ինքը սպասելու ընթացքում ինչ արժի, որ ինքը զգա եւ այլն եւ այլն։ Այսինքն շաբլոն գոյություն չունի։ Այսինքն դու տեսնում ես ինչ-որ համակարգ, գույնային եւ այլ, հետո տեղում արդեն պայմանական շատ հնարավոր է սեղանից թե փոքրանա կամ մեծանա։ Շաբլոնը հետեւյալն է, ոնց որ դու ունես 5 գույնի ֆլոմաստեր։ Հա, եւ դա քո շաբլոնը, 5 գույնն է քո շաբլոնը։ Շատ է դեռ։ Ինչ կնկարես, այդ արդեն դու գիտես, բայց այդ 5 գույնը քեզ ասում են, այս 5 գույնով նկարի, հա։ Նույնը վերաբերում է նաեւ այս վերջերս գակրած այդ սպանտանի պոստերից մեկը հետեւյալի մասին էր, որ դիզայների գործը հիմնականում հոգատարության մասին է, այլ ոչ թե էսթետիկայի։ Ինչի եմ սրա մասին խոսում, տես, նայեք ջան, մեր միջին վիճակագրական պրոյեկտը տևում է 1 տարի եւ ավել։ Իրականացումը, հա, տևում է 1 տարի եւ ավել։ Միջին վիճակագրական։ Դու ինչքան պետք է հոգատար լինես հաճախորդի եւ պատվիրատուի նկատմամբ, ինչքան պետք է իր մասին ցավաս, որ մի տարի շարունակ գրեթե ամեն օր իր այդ կոնտակտ անելով ամեն օր իրան փորձես բերես ճիշտ դաշտ, այսինքն որ ինքը ճիշտ ապրանք առնի, ավել չվճարի, շատ դեպքերում դա նույնիսկ պատվիրատուն սխալ է մեզ հասկանում, ասում է քո ինչ գործն է, փող տվողի ես եմ։ Ասում եմ, դու հիմա ես տենց ասում, քո ինչ գործն է, փող տվողի ես եմ, բայց հերիքա քո ընկերուհին գա եւ ասի ես նույն ապրանքը, այս ինչ ֆունկցիոնալությամբ կար, այսքան էժան, դու ինձ ասել ես, բա քո գործը ինչու՞ էր, որ ինձ չէր հուշում դրա մասին։ Շատ լավն է։ Ոստի դիզայների գործը միայն էսթետիկան չի, միայն գեղեցիկ լուսավորությունը, գեղեցիկ գույները չեն։ Դիզայների գործը մտնել այդ մարդու հոգե էմոցիոնալ իրավիճակի մեջ եւ հասկանալ ինքը ինչ է ուզում տանը ապրի կամ տանը զգա եւ այդ թարգմանել դիզայնի լեզվով ու իրականացնել։ Այս արտահայտությունները հնչեցվել են քո թիմին։ Եվ իրենց կարծիքով այս արտահայտություններից մեկը քեզ ամենահոգեհարազատը կլինի։ Հետևաբար տեսնենք թե այսօր այս պահին, որտեղ մենք հասկանում ենք, իրավիճակը տարբեր է լինում, ինչքանով ենք սինխրոնիզացված թիմի հետ։ Թիմը մտածում է, որ հենց այս արտահայտությունն է հոգեհարազատ Հովնանի համար։ Գնացինք առաջի տարբերակ։ Ես բնությունից եմ վերցնում իմ ձևերը, բայց դրանք վերածում եմ հիշողության, Աշիլ Գորկի։ Եթե կամենաս, եթե հավատաս, գալիքը լույս է։ Մուշեղ Իշխան, զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է, Մարտիրոս Սարյան, եւ դ տարբերակ մարդու սեփականությունը միայն իր անունն է, որը ոչ մեկ չի կարող խլել։ Ջիվան Գասպարյան։ Ես չգիտեմ թիմի ինչա պատասխանը, բայց վերջինը լրիվ ինձ հարազատ է, որովհետեւ ես միշտ ասել եմ, որ մարդու անփոփոխ կապիտալը իր անունն է։ Չեմ կարող քո հետ։ Всё, փոխենք հաղորդավարին։
Ճիշտ պատասխաններ, ես էլ ճիշտ դուրս եկավ։ Ոնց որ միշտ եմ տրանսլյացիա արել։ Լավ, sense ասեմ, գիտես, ես հիմա կարդում եմ, դե բարձա չես կար ասես մեջը վատ բան կա, էլի, բայց այ որ ասում եմ ակնհայտ էր որ դեպի քեզ գնացող թեման սա է լինելու, էլի, որտեվ ես երկար ժամանակ նաև ճանաչում եմ ու այսեն դեպքերից է որ շատ ուրախ եմ, երբ որ ինձ ասում են դե ինգեր այդ հին ժամանակներում են մարդիկ եղել ձիգ սկզբունքային, ասում պետք չի տենց ասել, էլի, մեզ դա վիրավորում է, հենց հիմա մեր կողքը կան սկզբունքային մարդիկ, որ դու խառնել եք իրար, ասում ճկունությունը մենք ուրիշ ձև ենք ընկալում, հա, ու այդ անվան թեման շատ հետաքրքիր էր, Հովնա ջան, կուզենամ մի քիչ այստեղ բացված տանք այս նոր դարաճաշրջան, պատկերացնում ենք, չէ, մենք ունիկալ ժամանակահատվածում ենք ապրում, աշխարհի փոփոխության հետ կապված տեխնոլոգիաներ ու այնով մենք ֆիքսել ենք, որ մարդու մի քանի տեսակ կա, այսինքն կա մարդ ընտանիքում, կա մարդ գործի վայրում, կա մարդ ընկերների հետ պայմանական տարբեր խմբակներում, այդ բաբլների մեջ, բլոկ սիրող ընկերների հետ, խաշ ուտող ընկերների հետ եւ կա մարդ տարբեր սոցիալական ցանցերում, այսինքն Facebook-ում ինքը մի ձևի է, Instagram-ում մի ձևի է, TikTok-ում լրիվ ուրիշ ձևի է։ Ու երբ որ ասում ես ինչի ես դու այսպես էլի, ինչի ես դու Facebook-ում մտահոգված, տենց ավելի գեղեցիկ Instagram-ում ու մի քիչ դեբիլոտ TikTok-ում, ասում է, դե պահանջարկն է այդպես, հա? Ու ասում ես, բայց չէ՞ քո անունը տեղ կա էլի, այդ ուր է այդ կարևոր տարը էլի։ Կիսում ես այդ մտահոգությունը, որ այսօր մարդու այդ անունը պահել, մի քիչ մարտահրավերները բավականին շատ են։ Ու եթե դու ակտիվ ես, եթե դու թիմ ունես, երբ որ դու գործարար ես, այսինքն ամեն անգամ դու այդ ռեպուտացիոն ռիսկերը պետք է հաշվարկես։ Միած sense հարց տամ քեզ Նարեկ ջան։ Կա գործիք, որի շնորհիվ մարդու հեղինակությունը կարա բարձրանա։ Գործիք։ Այո, որևէ digital գործիք, չէ՞ որ մենք խոսում ենք ժամանակակից, հա, սոցիալական ցանցերից։ Հեղինակություն։ Այ շատ կարևոր բան ես ասում։ Ճանաչելիությունը չէ, հեղինակությունը։ Դրան է գնում, չկա։ Այսինքն չի լինելու։ Չկա այդ երևույթը։ Որտեղ հեղինակությունը վաստակում են։ Ահա։ Վաստակում են ոչ թե խոսքով, վաստակում են գործով։ Դրա ճիշտ է։ Խոսք եւ գործ, երբ որ կպնում է իրար, եւ դա ոչ թե մի անգամ, այլ հարատև հեղինակություն է գալիս։ դա ձևավորվում է հեղինակության։ Չի լինելու այդ գործիքը, որովհետեւ հեղինակությունը տենց է, չէ՞, ձևավորվում։ Հիմա մենք խոսում ենք հեղինակության մասին ըստ էության։ Ու փոքր ժամանակ, երբ որ ասում են, «Էս ինչ մարդը հեղինակություն է», դե մենք այն լիխի 90-ի սերունդ ենք։ Այդ ժամանակ խեղաթյուրված էր այդ հասկացողությունը, երբ որ ասում են, «Էս ինչ մարդը հեղինակություն է», մենք դες պատկերացնում էինք, որ չար ու վատ արժեհամակարգով տենց մարդ էինք պատկերացնում, որ ում ինչ ուզի կարա ասի, ոչ մեկ չի կարա իրան պատասխանի, փողոցային մարդ էինք պատկերացնում, որովհետև ժամանակներն էր այդպիսին։ Բայց այդ ժամանակը կային, նույնիսկ այդ աշխարհում կային հեղինակավոր մարդիկ, որոնք իրենց շատ այլ կերպ էին պահում։ Ես հետաքրքիրն է, որ ես իմ գործի բերումով շփվում եմ աշխարհի ամենատարբեր մասնագիտություններ ունեցող գեներալների հետ։ Եվ գեներալ ասելով Չակերտի, այսինքն թոփեր էլի, ամենը իր ոլորտում, քաղաքական ոլորտում, արվեստում, գիտական ոլորտում, բիզնեսում, կրիմինալում եւ այլն։ Ես քեզ ասեմ, որ թոփերը սաղ իրար նման են։ Դաժե գիտնականը շատ նման է կրիմինալ աշխարհի թոփին, որովհետև իրանք երկուսն էլ ծանր, լուրջ նստվածք ունեցող մարդիկ են։ Իրանց հետ հետաքրքիր է շփվելը։ Իրանք խորը մարդիկ են։ Եվ այն երիտասարդները, որոնք որ ասենք օրինակ կրիմինալ ասելով լրիվ այլ մարդ են պատկերացնում, դու որ այդ մարդկանց հետ շփվում ես, հասկանում ես, որ այս մարդը արժանի է այդ ճակերտավոր գահին, որին ինքը նստել է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, եթե շատ հետաքրքիր բան ասացիր, որովհետև մենք երբ որ խոսում ենք ու ես այնքան եմ սիրում մեր այս քննարկումները, որ սա քարոզ չի Աստված Եվրոպայի, այսինքն մենք բոլորս հասկանում ենք, գտնում ենք այն դաշտում, որ հասկանում ենք ինչ կա, իրականությունն է կա, ու հետեւաբար պատկան մարմինների գործն է այդ երևույթը արմատախիլ անել, փոխել, վերափոխել եւ այլն։ Հա, բայց այդ երևույթը կա, մենք այդ երևույթի հետ առնչվում ենք, հա, այսինքն ամբողջ գաղափարը ինչի մասին է, որտեղ գալիս է մի բան, որ մարդը, այսինքն խորությունը, իմաստությունը հետ ամեն դեպքում ցանկացած ճանապարհով փաստորեն հեղինակություն։ Այսինքն դու կամ ընտրում ես հեղինակություն ձեռք բերելու
ճանապարհը, հետեւաբար խոսքը, գործը միշտ պահում ես քո ուշադրության կենտրոնում քո անունը ու առաջ ես տանում, հա, կամ դու ընտրում ես այդ ոնց լավ ասած, այդ աֆերիստի ճանապարհը։ Լագերները փոխելու արագ-արագ։ Սենց պահի տակ էլի, սենց պահի։ Այսօր գիտնական ես, վաղը չգիտեմ քաղաքական գործիչ ես, երրորդ օրը սպորտսմեն ես, հա, սենց ինչ որ մարդը չի կարող քեզ ընկալի, դու ով ես։ Չի կարող իդենտիֆիկացնի ինչ որ մի ոլորտի հետ այդ մարդը։ Ու դու մի օր դու մի բանից ես խոսում, մյուս օրը մյուս բանից ես խոսում, երրորդ օրը եթե դու սիրում ես այն ինչով զբաղվում ես, եթե դու վստահ ես քո ներքին աշխարհի հետ դա բռնում է, ուրեմն բարի եղի, գիտես ինչի են անում, որովհետև երկար ճանապարհ ու դժվար ճանապարհ է։ Ոնց որ նոր խոսացինք, հեղինակություն վաստակելը, դա տարիների աշխատանք է։ Տարիների ճիշտ գրագետ աշխատանք է, ամեն օր մի կաթիլ ավելացնում ես այդ հեղինակություն կոչված տարայի մեջ։ Դրան սահմանափակում չկա, ինքը շատ մեծ տարա է։ Դու ամեն անգամ մի կաթիլ, ամեն ճիշտ քայլից ավելացնում ես ու դու կյանքում չգիտես այդ տարայի պարունակությունը քեզ երբ պետք կգա։ Պետք կգա, թե չի գա կյանքում։ Բայց դու պարտավոր ես այդտեղ անընդհատ ավելացնես, որտեղ մի օր ծարավելու ես ու այդ տարայի հեղուկն է քեզ փրկելու աշխարհում։ Մեկ-մեկն ես բաներ իմ հետ եղել, ասենք Մոսկվա ինչ որ շատ մի խուլ տեղում մտել եմ մարդու հետ բանակցությունը, մտել եմ այդ մարդն ասել ես քեզ ճանաչում, զարմացել եմ ասում դու ո՞նց կարաս ինձ ճանաչես, ես Երևանից եմ, բան ասում եմ ճանաչում եմ, գիտեմ դու ես ինչ մարդու ընկերն ես, բան ու լրիվ ուրիշ մակարդակի խոսակցություն է դարել, հաշտ համերաշխ իրար հետ միանգամից գործարքը կնքվել է եւ այլն։ Ու դա է տարայի մասին է խոսքը, որ քո մասին լավ բան են ասել մարդուն։ Հաջորդ հարցը արհեստական բանականության կողմից է ձևավորված։ Ու ասենք արհեստական բանականությունը ինքը ընկալել է, ընդունել է, սովորացրել են, բացատրել են Հայաստանը, ֆուտուրիստը, արխիտեկտը որտեղ են, ինչ են ու իր կողմից դուրս են բերել մարտահրավերներ ապագայի վերաբերյալ, այսինքն կոնկրետ քո բիզնեսին, ձեր բիզնեսի մասին, մոտակա ուրեմն առաջիկա 3 տարիներին, որ մարտահրավերները ձեզ չեն սպառնում։ Հիմա կունենանք 4 տարբերակ, մի մոդել, մեկը հաստատ չի ինքը ընդունել, ասել այդպեսի հələ չեմ տեսնում այդպեսի մարտահրավեր։ Գնացինք։ Ա. Ընկերության բիզնես մոդելի հնացում, B. Բիզնեսի մեծ կախվածություն հիմնադիրներից, G. Հաճախորդների սպասումների աճ, D. Շուկայում էժան ծառայությունների աճ, AI եւ այլ գործիքների շնորհիվ։ Ու ֆուտուրիստին վերջինը հաստատ չի սպառնում։ Ես չգիտեմ որն է ճիշտ պատասխանը, բայց ֆուտուրիստին վերջինը հաստատ չի սպառնում, որտեղ մենք լրիվ ուրիշ շուկայում ենք։ Այսինքն դա սպառնում է Pinterest-ին։ Սպառնում է այն մարդկանց, ովքեր որ չեն տեսնում արժեք դիզայների աշխատանքի մեջ կամ չունեն համապատասխան չափի գումար։ Այդ դեպքում իրանք կարան AI-ին դիմեն եւ միգուցե դա իրանց ինչ-որ չափով օգնի։ Բայց մեր հաճախորդը ում հետ մենք տարիով աշխատանք ենք անում AI-ով գեներացված ինտերիերը դիպրիչով։ Գիտես, ես քեզ անկեղծ ասեմ, միանգամից ասեմ, տարբերակը ինքը ընտրել էր տարբերակը ընկերության բիզնես մոդելի հնացումը, հա, ինքը որպես արհեստական բանականություն բնական է, պետք է ասել, որ ես բոլորին եմ հաղթելու, դա բնական է, բայց այսին դեպքերից է, որ ես խնդրեմ, որպեսզի փոխենք գույնը, ասենք սա ճիշտ պատասխանն է, եթե կարելի է, ինչի, որովհետև ես իմ մեջ, իմ մասնագիտության մեջ, ես էլ համարում եմ, որտեղ արդեն վերջի 150 տարին լուրջ նայել եմ, հետազոտել եմ, խոսում եմ, որ վաճառքը, մարքեթինգը, մարդկային շփումը փոխվելու է, հեսա փոխվել է, տեխնոլոգիան եկավ էլ մարդը կատալոգով է ապրանքը պատվիրելու, մարդը տելեմագազինով է պատվիրելու, մարդը կայքով է պատվիրելու, ապարատից է պատվիրելու, բայց արի ու տես գալիս է մարդկային շփման անհրաժեշտությունը, այսինքն մենք միշտ ունենք ձգտում դեպի մարդկային շփում ու պլյուս ռեպուտացիան, AI-ը չունի ռեպուտացիա, այսինքն AI-ը շատ լավ ասեցին, ինքը պոլոֆաբրիկատի վրա է դրված, AI-ը դրված է հենց հիմա ինչ-որ մի հատ լուծում տա, իսկ ով է ինձ ճանաչելու, հասկանալու, խորանալու, դրա համար ասում այս այն դեպքերից է, որ օգտվելով ասում կարգավիճակիցս փորձենք AI-ի հետ հələ որ մարտնչել, եկեք մտածենք, որ ինքը ընդհանրապես գործիք է, օգտագործում ենք այս գործիքը։ Այո, որոշ դեպքում ես անձամբ որոշ հարցերում երբ որ ինչ-որ բաներ եմ մտածում, ուզում եմ ինքը ինձ հակադրի, հետո ես այդ հակադրությունն էլ ապացուցեմ, որ ես ճիշտ եմ կամ հակառակը հակադրի ու հիմնավոր հակադրի, կամ երբ որ պետք է լինում արագ ինչ-որ մի հատ երբ որ պատվիրատուն ասում է սենց մի հատ բան եմ ուզում, որպեսզի ցույց տանք, ասենք սենց թե նենց,
ու դա այդ նկարը չեն կարող գտնենք ինտերնետում, հա հնարավոր է այդ պահին, ասենք մի հատ հեսա արագ արհեստական բանականության մի հատ նկար ցույց տանք, տես սրա շուրջ, հա, այս ուղղությամբ գնանք, թե չէ։ Այդ դեպքում հա, բայց երբ որ խոսքը վերաբերում է պրոյեկտին, նարեկ ջան, sense դեպքեր է լինում, որ թիմի հետ, ասենք հանդիպում ենք պատվիրատուի հետ եւ պատվիրատուն ասում է, ես եմ ուզում եմ ստեղ sense բան լինի, այնտեղ նենց բան լինի, հա։ Հետո որ պատվիրատուն գնում է, ես իրան ասում եմ թիմի երեխեքից մեկին, ասում եմ, «Էս sense կանես»։ Ասում եմ, «Բայց ինքը ուրիշ բան ասեց»։ Ասում եմ, «Դու արա, ինքը ուրիշ բաներ ուզում ասեր»։ Դե վերջը ես 20 տարի է ամեն օրվա կտրվածքով պատվիրատուի հետ եմ շփվում։ 20 տարի։ Շատ լավն է։ Իրանց տարիքին ես պատվիրատուի հետ եմ շփվում։ Ապրես։ Գիտես դες ինչի նմանվեց, այն օրը խոսում ենք թիմի հետ, դե գիտես արտերկրում թիմ ունենք, ասում եմ ժողովուրդ, մի հատ հələ ամփոփեք էլի, այս վերջի 3 տարվա մեր հանդիպումները։ Եղել է դեպք, որ մարդը մեզ դիմի ու չասի, որ ինքը վաճառքների հետ խնդիր ունի։ Ոչ։ Top 3 խնդիրների մեջ վաճառքի հետ խնդիր ունենալն է։ Հիմա ասում եմ, եղել է դեպք, որ մենք, երբ որ այդ թեմայի մեջ սկսում ենք խորանալը իրանց հետ խոսում ենք, բարձվում է դա ամենավերջին ու իսկապես խնդիր չի։ Ասում են, հա, գրեթե բոլորի մոտ։ Ասում ուշադիր նայեք, բոլորի մոտ։ Մարդը խոսում է վաճառքից, իրականում խնդիրը լրիվ ուրիշ տեղ էր, որտեղ վաճառքը արտացոլել էր այդ համակարգային խնդիրների ձևավորումը, ու դու խորանում ես շատ դեպքերում մենք այդ պրոյեկտ ունենք, պահեստի թեման ենք լուծում։ Այսինքն ընդհանրապես, որ вообще, բայց իր խնդիրը վաճառքի մեջ էր։ Գլխացավի պես բան է։ Ինքը ասում ես խնդիր ունեմ։ Հիմա շատ ճիշտ ես ասում, այդ թարգմանությունը մասնագիտական, չի կարանի։ Դու զգում ես իրան, հետո մարդկային դու զգում ես, չէ՞, պատվիրատունա, կողքը էլի մարդ կա, էլի ինչ-որ մեկն է, չգիտեմ, այդ տարածքը միջավայրը պետքա աճի, մեծանա, փոխվի, իրանց երկար ծառայի, հաճախ մոտ էմոցիա ստեղծի։ Գլխացավի պես բան է, մարդը գլուխը ցավում է, գլխացավի դեղ է խաղում։ Ինչի՞ց է ցավում։ Աճառը հետևանքային կապը, ոնց որ ես գամ ասեմ գլուխս ցավում, ասում ես գլխացավի դեղ խմի։ Ինչի՞ց է ցավում։ Այդ պետքա խորանալ հասկանալ, էլի։ Շատ լավն էր։ Հովնան ջան, մենք մեր հարցերը ավարտվեցին։ Այս այն դեպքերից է, որ այտենց շատ արագ սրընթաց տպավորություններ, ոնց որ հերթական մեր հանդիպումներ սրճարանում իրար հետ լսվեցինք։ Ես հաճելի է զրուցելը։ Շատ շնորհակալ եմ նմանապես ու ամենակարևորը այս այն դեպքերից է, որ ուրախանում եմ, որ շատ ակտիվ ես քո հնարավորությունների չափով։ Ես որ շատ ակտիվ եմ ասում, ես դա նկատի ունեմ, որտեղ գիտեմ ինչքան զբաղված ես։ Հա թռիչքներ եւ այլ, ապրես շատ, որովհետեւ գտնում ես այդ ժամանակը սոցիալական ցանցերով եւ մեդիա դաշտում, ինչու որտեւ կոպես մարդիկ պետքա Երևան ընկեր։ Պետքա այդ միտքը պետքա կիսվի։ Ու գիտես մեր ընկերների մեջ էլ շատերին ասում ենք, շատ լավ է, որտեվ ցավոք սրտի այլ կոնտենտը մեկա կա։ Այն 1000 ներողություն աղբը ունենք, հա, եթե կողքը չհայտնվի, կասեն դե հայա լեզու դաշտում ոչ իման չունենք, հա, ու այսին դեպքերից է, որ ես չեմ ուզում մենք ասենք, այ այդպես ինչքան դիտում ունի, հա, որտեվ ինքը դիտման մասին չի։ Կակրած ինքը միշտ քիչ է լինելու դիտումը հակառակը։ Բայց շատ կարևոր է այդ իրանց փրկենք, հետո իրանց փոխանցենք, հետո իրանք էլ ավելի մեծ ինչ-որ մեծ լայն շրջանակի փոխանցեն։ Եվ ավարտին ունենք մի փոքր անակնկալ, հա, նվերի տեսքով, բայց այդ նվերը եւս արհեստական բանականության կողմից եւ մեր թիմի կողմից տանջված նվեր է։ Փորձել ենք այս փոքրիկն չարաճճիություն անել։ Արհեստական բանականությանը տրված էր առաջադրանք դուրս բերի հաջորդ տարվա բիզնես հորոսկոպը ֆուտուրիստ արխիտեկտի համար ամիսներով ու տենց ինչ-որ բաներ ա գրված եւ հետո արդեն որ հանդիպենք անպայման ասում եմ մի հատ նախ թող մի տարի հիշացնի որ ունեցել ենք այսպես հետաքրքիր քննարկում եւ երկրորդ կարևոր կտորը հետո որ հանդիպենք ասես ինչքանով համընկեց կարողանում է մի քիչ համել իրանց ստուգենք էլի տեսնենք ինչքանով արդիական Հովնան ջան ես փոքր շնորհակալ եմ շատ մի բան հա տենց այսօրվա մեր հանդիպումը հետագայում հիշացնելու համար անկեղծ շատ հետաքրքիր էր ինձ այս տեսանկյունից քեզ բացահայտելու այսինքն որովհետև ամենաբարդ բանը երբ դու մարդուն չես ճանաչում հա դու բաց լիստով շփվում ես ու առաջի քննարկումն է այնքան ենք հանդիպել այնքան ենք խոսացել տարբեր թեմաներից բայց արի ուտես այս կողմից փաստորեն դու լիքը էլի բան ունեիր ասելու այսինքն այն լավ բան ասեցիր Հովնան ջան այդ խորությունը կարևոր է խորությունը արմատները մտքի խորությունը պահանջը ու լավ իմաստով ինքդ քո հանդեպ որնես պահանջատեր։ Երևի թե դա է այդ հա քեզ տարբերակում, այլ ու լավ իմաստով տարբերակում էլի, որովհետև
մշտապես ինքդ քո վրա աշխատում ես, զարգանում ես դու եւ զարգացնում ես ընկերությունը, արի դու ես հիմա նաեւ ոլորտը, գիտես այդ առումով քո կողքին ենք եւ շատ ուրախ ենք, տա Աստված քո նպատակները ի կատար լինեն ու հայաստանյան հայկական մեր դիզայնը, այն որ այդ իտալականի կողքը հայկականը հայտնվի, ինքը պետքա լինի ոչ թե բախտներս բերեց, այլ քրտաջան աշխատանք։ Դու դրա կողմնակիցն ես, մենք քո հետ ենք։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ Նարեկ ջան։